Դաշտավայրերում հնարավոր է այդպես օրինակ ինչ-որ մի ուտելիք են ուտում, բաճկայով մեծ, իրանք գցեն այդ ամեն ինչը խոտերի վրա ու տենց բնությունը մաքուր չի կարող լինել։ Աղբի տեսակավորումից մինչև գետերի և լճերի աղտոտում։ Դպրոցականները հավաքվել են Հայաստանի բնության թանգարանում երկրի բնապահպանական խնդիրները բարձրաձայնելու։ Էկոկրթական միջոցառումը, որն իրականացնում է շրջակա միջավայրի նախարարությունը, նվիրված է երկրի և բնապահպանական գիտելիքի օրվան։ Աղբը նետում են փողոցներում, աղբի տեսակավորումը զարգացած չի մեր երկրում, մեր գյուղում, ինչպես նաև ես կասեի ամենամեծ խնդիրը ջրի աղտոտումն է։ Էկոկրթական դասի նպատակն է խթանել բնապահպանական կրթությունը դպրոցում, աշակերտներին մասնակից դարձնել էկոլոգիական խնդիրների լուծմանը։ Վերջին տարիներին առավել մեծ ուշադրություն է դարձվում, որպեսզի երեխաները մասնակից լինեն տարբեր բնապահպանական խնդիրների քննարկմանը, հատկապես նրանց, որոնք անմիջապես իրենց են վերաբերում կամ ինչ-որ ձևով իրենց առնչվում է եւ նաեւ իրենց ձայնը լսելի դարձնեն, իրենց խոսքը ասեն, ինչ-որ ձևով մասնակից լինեն։ Մասնագետների խոսքով երեխան պետք է վաղ տարիքից սիրի եւ պաշտպանի բնությունը, ինչը հետագայում կնպաստի հասարակության մեջ էկոլոգիական մշակույթի ձևավորմանը։ Մեր այսօրվա երիտասարդների մեջ որոշակի ավելի բարձր է բնապահպանական մտածելակերպը, քան ասենք մեր տարեցների մեջ։ Ես դա տեսնում եմ ու դա շատ ոգևորող է եւ շատ ուրախացնող է, որ այսօրվա մեր երիտասարդները մտածում են մեր ապագայի մասին, մեր բնությունը ուզում են ավելի, այսպես ասած, պահպանողական հայացքներով օգտագործել։ Կազմակերպիչները վստահ են, բնապահպանական խնդիրները մեղմելու համար արժեքավոր են նաև երիտասարդ սերնդի գաղափարներն ու մոտեցումները։ Շրջակա միջավայրի պահպանությունը սկսվում է փոքր քայլերից, իսկ դե բնությունն աղտոտողներին աշակերտները մեկ հորդոր ունեն։ Որ չանեք այդպիսի բաներ։ Արամ Մանանդյան, Արման Թովմասյան, լուրեր։